Այսօր տեղեկացա, որ մեր ազատամարտիկներից մի քանիսի տները արդեն այցելել են։ Ոստիկանները առաջարկել են չմասնակցել այս ակցիաներին։ Թե չէ ձեր վրա էլ քրեական գործ կհարուցվի։ Սրանով մենք համոզվում ենք, որ Վալոդի Ավետիսյանի բռնած գործը այնքան հուժկու էր, այնքան ճշմարիտ, որ այս իշխանությունները այնքան են վախեցած այս գործավարությունից, որ դիմում են ցանկացած այդ նմանատիպ քայլերին։ Մեզ վախեցնել անհնար է, ես նորից կրկնվեմ, այն վախեցողները վախեցել են, արդեն գնացել են, փողի հետևից գնացողները գնացել են, իրենց փողերը վեկալել են, մեզ անհնար է կանացնել։ Վալոդյա! 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 Ավելացնում մի բան ունեմ, ասեմ, որ ես չեմ հավատում Հայաստանի Հանրապետության արտարադատությանը, որը որ այդպես է, ամենից հիմա նստած են դերակատարողական հիմնարկում, տանջում են մեր ժողովրդին, բանանավորներին, 5 հոգանոցություն 8 հոգի են, որից մեկը հացադուլ է անում։ Ես չգիտեմ բարոյապես մարդ ոնց պետք է տանի, երբ որ ինքը հացել սանգում է, մարդը երբ նստած չի սանգում օրերը, արդեն մեկ շաբաթ է, պահանջում է, որ իրեն տեղափոխեն այլ տուր, չեն տեղափոխում, ասում են տեղ չկա։ Այո։ Ինչու պետք է անդրադառնալ, ինչու պաշտպանը ներկայացրել է ամամիջը, որ ինչ բան չունեմ ավելացնելու, որտեղ չեմ հավատում։ Բողոքից կապված չեք։ Չէ։ Սկզբանը ինչ շատ ղեկավարվելով նրա քրեական դատավարության օրենսգրքի 393-394 հոդվածներով վերաքննիչ քրեական դատարանը որոշեց թողնել օրինական ուժի մեջ մերժելով պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Որոշումը կարող է բողոքարկվել հրավեր դատարանին հրապարակման բայց մեկ անձնաժամկետում։ Դատական ակտը կողմերին կտրվի օրենքով նախատեսված ժամկետում և կարգով։ Ստրուկ եք կմնա, ամոթ դատարանին։ Վերաքննիչի որոշման հիմնավորվածության մասին այս բանի բան չեմ կարող ասել, բայց ակնհայտ ապօրինի դատական ակտ է, որը ես միանշանակ բողոքարկել եմ վճռաբեկ դատարան։ Սպասում եք այս որոշումը։ Ինչ։ Սպասելի էր այս որոշումը։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ երևի թե վերաքննիչ դատարանը կգտնի իր մեջ ուժ կայացնելու արդարացի դատական ակտ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում ուսումնային գործով թույլ տված բազմաթիվ էական խախտումները, ցավոք հուսահատվեցի, կարող եմ հետևյալը ասել, հիշելով խաղալի կինոյից մեջ բերում անեմ, որ ով է ավելի մեծ հերոս, ով որ պատվիրել է այս գործով նման դատական ակտ կայացնել, թե այն անձինք, ովքեր որ այդ պատվերը փայլուն կատարել են, մեղադրողից սկսած դատավորներից վերջացրել։ Վաճառված տականքների երկիր, սա դատարան չէ, սա ասած սամասուն։